Դիանա Գրիգորյանի վերջին զանգը շարունակում է ցնցել հեռուստադիտողներին Աննայի ու Սոսի պատմության մութ էջերը կամաց-կամաց բացվելու են։ Վերջին զանգը սերիալը շարունակում է մնալ հեռուստադիտողների ամենասպասված ու քննարկվող նախագծերից մեկը։ Ամեն նոր դրվագ ոչ միայն ավելացնում է լարվածությունն, այլ բառացիորեն վերածվում է հուզական ռումբի, ստիպելով հանդիսատեսին սեղմել բազկաթոռի թևակին ու սպասել, թե հաջորդն ինչ տեղի կունենա։ Վերջին դրվագներում Աննան մի բան է ասում Սոսին, որն ամբողջությամբ փոխում է խաղի կանոնները։ Նա պնդում է, որ Սոսից երեխա է ունեցել, բայց ցավոք երեխան մահացել է։ Սոսն այս խոսքերը լսելով շոկի մեջ է ընկնում։ Աննայի աչքերում ցավն ու կորուստն այնքան իսկական են, որ թվում է թաքցնելու ոչինչ չկա, բայց Սոսը սկսում է կասկածել, չէ՞ որ նա տարիներ շարունակ չի իմացել Աննայի հղիության մասին, նրա կյանքում այդ բացը երբեք չի լրացվել, ու հիմա, երբ ճշմարտությունը սկսում է մաս-մաս բացահայտվել, նա այլևս չի վստահում ոչ մեկին, նույնիսկ իր հարազատ մորը, քանի որ նա էլ թաքցրել է Աննայի հղիության մասին, Լիլիթի ու Բագրատի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Նա շատ լավ գիտի, որ Միքայելի կողքին լինելով Աննան տանջվել է։ Սոսը հաստատ որոշելու է ինքնուրույն պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել տարիներ առաջ։ Նա որոշում է գտնել այն բժշկին, ով ներկա է եղել Աննայի ծննդաբերությանը։ Նրան չեն հետաքրքրում արդարացումներ, ոչ էլ քայլեր, ցավեր, նա ուզում է փաստեր, նա ցանկանում է իմանալ, արդյոք իր դուստրը մահացած է ծնվել, թե ինչ-որ մեկը հատուկ ձևով կազմակերպել է այդ սուտը։ Սոսը հայտնաբերելու է այն բժշկին, ով ներկա է եղել ծննդաբերության ժամանակ, սակայն հավանաբար հետաքրքիր բացահայտումներ կունենա։ Մի քանի դժվարությունների ու որոնումների արդյունքում Սոսը կապվելու է նրա հետ։ Սկզբում հավանաբար բժիշկը հրաժարվելու է խոսել, բայց երբ իմանա, թե ով է Սոսը և հավանաբար մեծ գումարի դիմաց, երկար լռությունից հետո նա կպատմի ամբողջ ճշմարտությունը, և այդ ճշմարտությունը շոկի կենթարկի նրան և կապացուցվի, որ Սոսի ու Աննայի երեխան ողջ է։ Եվ ոչ միայն ողջ է, այլ հանձնվել է մեկ այլ ընտանիքի, ըստ ամենայն մեկին, ով շահագրգռված էր, որ Սոսն ու Աննան երբեք չիմանան երեխայի գոյության մասին, բայց այդ ծնողները երբեք էլ չեն իմացել, թե ինչ է կատարվել իրականում։ Հարցերն այժմ ավելի շատ են, քան պատասխանները։ Բնականաբար Սոսն արդեն գլխի է ընկնում, որ Միքայելն է կազմակերպել այդ ամենը, հավանաբար բժիշկն այդ ամենի մասին կպատմի։ Հիմա հարց, թե որտեղ է նրանց երեխան, Միքայելից անհնար կլինի պարզել, բայց նրա ծննդյան ամիս-ամսաթիվն իմանալուց հետո կհամընկնի Անգելինայի ծննդյան ամիս-ամսաթվի հետ, և բնականաբար այդքան էլ դժվար չի լինի պարզել, թե ինչ է տեղի ունեցել իրականում։ Այժմ Սոսը ստիպված կլինի վերադառնալ անցյալ, որից նա երկար տարիներ փորձում էր խուսափել, բայց այլևս ընտրություն չունի։ Իրականությունը հայտնաբերվել է, իսկ իրականության հետևանքները կարող են փոխել ոչ միայն իր, այլ ամբողջ ընտանիքի ճակատագիրը։ Սոսը կանգնած է երկընտրանքի առաջ։ Նա պիտի պատմի Աննային, որ իրենց դուստրը ողջ է, թե պահի լռություն, մինչև համոզված լինի ամբողջ ճշմարտության մեջ։ Աննայի հոգեկան վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ այդ նորությունը կարող է կամ փրկել նրան, կամ ամբողջությամբ կործանել, բայց ավելի ծանր բեռ է նրա ուսերին, երբ իմանա, որ դստեր կողքին միշտ ապրել է, բայց առանց իմանալու ով է նա իրականում, և հենց այստեղ է, որ հեռուստադիտողները սկսում են տեսնել նոր շերտեր։ Անգելինան։ Այն հանգամանքները, որոնցում Անգելինան հայտնվել է, նրա ֆիզիկական նմանությունը Աննային, Վիկտորիայի կասկածներն ու Միքայելի մեղավոր հայացքը, այս ամենը չեն կարող պատահական լինել, և Սոսը, գիտակցելով ինչ է ենթադրում այս ամենը, սկսում է մտովի վերադառնալ բոլոր այն պահերին, երբ նա տեսել է Անգելինային։ Նրա աչքերում Աննայի հայացքն է, նրա պահվածքում սեփական ժառանգությունը։ Սերիալը հասել է իր ամենավճռական հանգրվանին, երբ Սոսը վերադառնում է տուն բժշկի հետ ունեցած զրույցից հետո։ Նրա դեմքը փոխված է, նա կանգնած է բացահայտելու մի ճշմարտություն, որից հետ վերադարձ չկա, և հենց այդ պահին հեռուստադիտողը գիտի այն, ինչ պետք է իմանալու էինք սեզոնի սկզբին, հիմա դուրս է գալիս մութ ստվերից։
Հնարավոր է նա կանգնի Անգելինայի առաջ, նայի աչքերին և հարցնի, որ օրն է քո ծննդյան օրը, միայն նրա պատասխանը կփոխի ամեն ինչ։ Բարի օր բոլորին։ Ուզում շնորհակալություն հայտնել ձեզ այս սարսափելի ակտիվության համար։ Իհարկե, ես գիտեմ, թե դուք որքան եք սիրում մեր սերիալը, ես գիտեմ, թե դուք որքան ուշադիր եք, հետևողական ու գիտեմ, թե որքան շատ սիրված են մեր կերպարները եւ շնորհակալ եմ, որ շատ ակտիվ հետևում եք մեզ, շնորհակալ եմ, որ շատ ակտիվ հետևում եք իմեջին, հետևում եք վերջին զանգի էջին, չգիտեի, որ այդքան մեծ է ցանկությունը շատերի մոտ նկարահանվել մեզ մոտ մեկ սերիայում, ունենալ շատ հետաքրքիր տեսարան ձեր սիրած կերպարների հետ, այնպես որ շարունակեք այս ակտիվությունը եւ տեսնենք, թե ով է ընտրվելու եւ ով է հայտնվելու մեր վարկանիշային հեռուստասերիալում։ Սպասում ենք ձեզ։